Հովհաննյան, շնորհակալ եմ, որ եկաք տաղավարես եթերին, մի քանի թեմաների հետ կապված ձեր գնահատականը կներկայացնեք, այսպիսով մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցները, երեք արդեն 8-ից էին ահազանգեր գալիս, Խնածախ, Ծապեր, եթե չեմ սխալվում, մարդիկ ահազանգում են այս կրակոցների, դեպի բնակիչները կրակոցների մասին, բայց երեք ԿՊ վարչության նիստից առաջ Ալեն Սիմոնյանը ասում է դրանք մեր բնակավայրերի ուղղությամբ չեն, կարծում եմ մեկն ընդամենը եղել, ըստեցեն են վնասված պատուհանի հետ կապված դետակում անելով, սրան զուգահեռ Արծրուն Հովհաննիսյանը բղավում էր հաղթելու ենքի փոխարեն կեցե հեծանի 50 կիլոմետր քշել է Նիկոլ Փաշինյանի հետ, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր գնահատականները եւ նաեւ մի քանի հարցեր կան, որոնց առանձնացրել եք, համեցեք։ Դե բոլոր դեպքերում մենք ունենք իրավիճակ, երբ որ Ալիևը իրան շատ լկտի ապահում հիմա եւ դա կախված է քաղաքական իրավիճակի փոփոխության հետ, հատկապես Իսրայելի եւ ԱՄՆ-ի սպառնալիքները Իրանի վրա հարձակվելու վերաբերյալ եւ թեպետ հիմա ընթանում են ինչ որ կամ փորձում են ընթանալ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ինչ որ բանակցություններ, այնուամենայնիվ Ամերիկան այս բանակցությունները վարում է զենքի սպառնալիքի, պատերազմի սպառնալիքի ներքո, ինչը դուր չի գալիս ռազմաքաղաքական ղեկավարության Իրանի եւ բնականաբար ակնկալել որ ստեղ մենք կունենանք ինչ որ լուրջ պայմանավորվածություն եւ այդ ռազմական գործողությունների հետաձգում մի փոքր դժվար է։ Այս ֆոնի վրա շատ կարևոր էր Ռուսաստանի բավական կոշտ ուրեմն հայտարարությունը կապված այս դեպքի հետ կապված, մասնավորապես Ռուսաստանը հայտարարել է, որ ցանկացած տեսակի հարձակում ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա առնվազն նշանակում է, որ տարածաշրջանում իրականացնել խիստ ուրեմն ապակայունացնող գործողություններ, որոնք կբերեն շատ լուրջ պատերազմական օջախների եւ ընդ որում ոչ թե միայն Իրանի տարածքում, այլ նաեւ շրջակա ուրեմն պետությունների, սահմանային պետությունների տարածքում։ Եվ դրա հետ միասին Ռուսաստանը հայտարարել է, որ շատ դիվանագիտական հայտարարություն է, ասել է ճիշտ է մենք ռազմավարական դաշինք ունենք Իրանի հետ, սակայն այդ պատերազմի ժամանակ մենք բնականաբար չենք օգնելու, մենք չենք օգնի Իրանին, բայց մենք ամեն կերպ կաջակցենք, որ այդ պատերազմը չլինի կամ այդ պատերազմը շուտ ավարտվի սկսվելու դեպքում։ Փաստացի Ռուսաստանը անուղղակի ձևով հիշեցնում է, որ Պարսկաստանը հետ ունի ռազմավարական ուրեմն նշանակության դաշինք, պայմանավորվածություններ, որ ինքը ամեն ինչ կանի, որ այդ պատերազմը չլինի։ Եվ եթե տեղյակ եք Պետդուման Ռուսաստանի, եթե չեմ սխալվում 3 արդեն վավերացրել է այդ պայմանագիրը, արդեն ինքը դարձել է օրինական ուժի մեջ մտած պայմանագիր, այս էլ պատահականություն չի, այդ հապճեպությունը, եւ սա բերեց նրան, որ Թրամփի հրետորաբանությունը մի փոքր մեղմվել է, սակայն Թրամփը չէր լինի Թրամփ, եթե այդ աղքլորի նման իր այդ ասացի հետևից չգնա, ցույց տալու, որ ինքը այն քեն տղենա, որ եթե ասել է, պետք է միջև վերջ գնա։ Բնականաբար չի կարա միջև վերջ գնա, կարա խնդիրներ առաջանա, բայց չի էլ կարա նահանջի, որովհետև այդ դեպքում իր հեղինակության հետ կապված խնդիրներ կան, դրա համար բանակցությունները Իրանի հետ գնում են պատերազմի սպառնալիքի ներքո։ Այս իրավիճակում երբ որ կա այս եռյակի կապվածությունը, որտեղ որ Ռուսաստանի համար նոր զբաղվածության օջախ է առաջանում, որը անսպասելի ձևով բացեց Ալիևի ձեռքերը, որովհետև մինչև այդ Թրամփի եւ Պուտինի մերձեցումը անմիջապես կաշկանդել էր Ալիևին եւ Ալիևը բավական լուրջ խելոքացել, սաստկացել էր։ Հիմա իրավիճակը փոխվել է եւ
նորից ուրեմն Բելգորոդի նահանգում ահագնացող իրավիճակը, երբ որ Ուկրաինան իր այն ամենավերջի, ամենաները ուրեմն ներգործում է ճեղքելու սահմանային հատվածը եւ բավական խնդիրներ է առաջացել Ռուսաստանի առջեւ, չնայած սա ինձ թվում է խեղկատակություն էր Ուկրաինայի կողմից, որովհետեւ այս հատվածի վրա բանակի ողնաշարը ընդմիշտ եւ անվերադարձ կոտրվելու է, ինչը սկսվեց Կուրսկի նահանգում, որտեղ որ ռուսները շատ խելոք ձևով թույլ տվեցին, որ մտնեն, իսկ հետո անմիջապես դուրս չմղեցին, այլ պարզապես վերցրեցին օղակի մեջ եւ այդ օղակի մեջ անընդհատ կոտորեցին սրանց, մոտ 80,000-ից ավել արդեն զոհեր ունեն, դա պաշտոնական հաղորդակցությունով ուկրաինացիները, հա, այլ տեխնիկայի մասին չեմ խոսում։ Բայց դուք հասկանում եք, չէ՞, որ այդտեղ ամենաէլիտային ստորաբաժանումներն են մտել եւ բավական լուրջ ջախջախիչ գործողություններ են կատարում եւ բնականաբար, որ ունենալով հետախուզական տվյալներ, որ նույնը փորձում են անել այլ հատվածում սահմանային գոտում, ռուսները սկսեցին արագ սրանց դուրս հանել եւ գրեթե հասել են սահմանային հատվածում, Կուրսկի նահանգում։ Բելգորոդում որոշելի մի քանի գյուղեր թողել են մտնեն, այնտեղ վերցրել են իրենց շրջապատման մեջ եւ նույնպես գնում է ուրեմն այդ փաստացի ուկրաինական զորքերի էլեմենտար ջախջախում, ուղղակի ոչնչացում։ Այդտեղ պատերազմ չի կոնկրետ ոչնչացում է մի կողմից մյուսի կողմը։ Հիմա այս պարագայում, երբ որ եթե ուշադիր եք լինում, ապա Իսրայելը նույնպես մի փոքր թույլատրեց են հայտարարությունների շարանը, որ Իրանի վերաբերյալ վիրան թույլ տալիս, որ հարձակվելու է, խփելու է միջուկային զենքի բաներին, օբյեկտներին եւ այլն եւ այլն։ Եվ չնայած դրան, որ ամբողջ աշխարհը ասում է, որ Իրանը շատ մոտիկ է միջուկային զենք ստանալու, ունենալու վիճակին, Պարսկաստանն էլ կատեգորիկ հերքում է, որ նման բան չկա եւ իրանք նման մտադրություն եւ ցանկություն չունեն։ Այս խառը իրավիճակում, երբ որ բոլորի զբաղվածությունը արդեն բևեռվել է այստեղ, Ալիևը շատ խիստ կոշտացրել է իր ուրեմն բանակցային բովանդակությունը, առաջ քաշելով իհարկե լուծարման խնդիրը եւ փաստացի մեր սահմանադրության փոփոխության խնդիրը։ Սրա հետ միասին ընդամենը մի երկու շաբաթ առաջ էր, որ Ալիևը հայտարարել էր, որ թող Հայաստանը ուրեմն մեծ քանակությամբ դագաղներ նախապատրաստի, ասելով, փաստացի հուշելով, որ ինքը նախապատրաստվում է կոնկրետ հարձակմանը։ Բացի դրանից մեր տղաները Խոզնավար, Խնածախ եւ Վարդենիսի ուղությամբ մեր կամավորական խմբերի տղեկը ահազանգում են, որ տեղում իրականացվում են շատ լուրջ զորքերի կուտակումներ Ադրբեջանի կողմից եւ կրակոցներն էլ պատահականություն չեն այս հատվածում։ Կուտի ուղղությամբ կրակոցները սրանք նույնպես այդ սցենարի շարանում է, առավել եւս, որ ՊՆ-ն դրան չի անդրադառնում, ասելով, որ դրանք թիախային կրակոցներ չեն, իսկ երեք դուք լսեցիք են ոչ պակաս գերագույն թշնամի Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ ինչ եք խառնվել իրար ընդամենը օդ են կրակում, զուտ այնց հավեսի համար կարողա չգիտեմ, եսի ինչ, հա։ Խոսում է նրա մասին, որ ժողովրդի վտանգի զգացմունքը բթացնելու եւ մեղմելու համար արվում են նման հայտարարություններ, որոնք պարզապես ցույց են տալիս, որ կան ինչ-որ պայմանավորվածություններ Ադրբեջանի կողմի հետ, որպեսզի նրանք իբր զենքի ուժի կիրառմամբ ուրեմն նախաձեռնեն ռազմական գործողություններ եւ ստանանեն ինչ-որ վերջերս պահանջում են հիմնականում խոսքը գնում է Սյունիքի ամբողջությամբ եւ բնականաբար այդ պայն իրանք Սյունիքով չեն կանգնելու ինչպես միշտ խափելու են եւ գնալու են նաեւ Գեղարքունիքի
ուրեմն արև մուտքի հատվածի միջև այդ շորժայի հատվածը վերցնելը դուրս գալու Սևանի ափին։ Այս ամեն ինչը չափազանց մտահոգիչ է եւ շատ վտանգավոր է եւ առավել վտանգավոր են կոնկրետ այս իշխանությունների քայլերն ու գործողությունները։ Զորքերը հետ են քաշված, որովհետեւ ամրագրական ամրապնդման աշխատանքներ շփման գծում չի արվում եւ եթե հենց հիմա Ադրբեջանը հարձակվի, ապա մոտակա հատվածում այդ հարձակման պարագայում բավարար քանակությամբ դիմադրելու համար զորք եւ զինամթերք եւ զրահատեխնիկա կամ ընդհանրապես տեխնիկա փաստացի չկա։ Եվ եթե հանգարց այս երկիրը, որը շատ եմ կասկածում, փորձի դիմադրել կամ հակադրվել կամ չգիտեմ ինչ անել, մենք զգալի կորուստներ կունենանք, մինչև որ այդ ռեսուրսը կբերվի այն վիճակի, որը կկարողանա գոնե ինչ-որ մի փոքր դիմադրություն ցույց տալու ադրբեջանցիներին։ Հետևաբար վիճակը բավական ծանր է եւ այս իրավիճակի մեջ մենք բավական լուրջ խնդիրներ ունենք։ Սրան նաեւ ավելանում է թուրք-իսրայելական հակամարտության ուրեմն բովանդակությունը, որտեղ որ գնալով սրվող այս հարաբերությունների մեջ Թուրքիան Հայաստանի հետ կապված շատ շտապում է։ Բացի դրանից, որ Թուրքիան Հայաստանի հետ է շատ շտապում, ներքին իրավիճակն Թուրքիայում շատ ծանր է ու վտանգավոր է, եւ ներքին էլեկտորատին հանգստացնելու եւ ավելի ինձ պուպուշ ներկայանալու համար Էրդողանի նոր հաղթանակներ են պետք Հայաստանի տարածքում եւ բնականաբար Սիրիայի տարածքում։ Էրդողանը փաստացի համարում է Սիրիան ուրեմն Օսմանյան կայսրության պատմական տարածք ամբողջությամբ ընդ որում եւ փաստացի արդեն անթակույց հայտարարում նրա մասին, որ ինքը հավակնություններ ունի, որ պետք է Սիրիան լինի Թուրքիայի մաս։ Սա էլ այս հրետորաբանությունը ինքը ոնց որ Թրամփից է սովորել, որ Թրամփը հայտարարություններ անում Կանադայի հետ կապված եւ Գրենլանդիայի հետ կապված, որ Կանադան պետք է անվերապահորեն դառնա եւս մեկ շտատ, ուրեմն մեկնահանք Միացյալ Նահանգների համար եւ Գրենլանդիայի նկատմամբ պահանջատիրությունը շատ գնալով կոշտանում է, որովհետեւ առաջ պատրաստեր վճարելով ստանալ, գումարով ստանալով, ապա ուրեմն դանիական կառավարության կողմից հակադրվելու եւ չցանկանալու զիջել Գրենլանդիան դիմում է արդեն հարձակվելու եւ ուժով վերցնելու մասին։ Այս ֆոնի վրա Թրամփի այդ կայսրամոլական ուրեմն նկարտումները բնականաբար զարթնացնում է նաև Էրդողանի ախորժակը եւ ինքը չէր թաքցնում, ասում է Թրամփը դա կարող անի, մենք էլ դա կարող կանենք։ Մենք էլ համարում ենք, որ Սիրիան է մեր պատմական տարածքը։ Եվ չնայած Սիրիայում Իրանը բավական ջախջախիչ ուրեմն հարվածներ ստացավ, ծանր հարվածներ ստացավ, բայց այնուամենայնիվ իր համար դա շատ լուրջ խնդիրներ են։ Շատ լուրջ խնդիրներ են անվտանգային առումով, որովհետև այնտեղ բավական լուրջ քրդական համայնք կա, որի փաստացի լայնածավալ գործողությունների դեպքում Թուրքիայի հոսք կգնա ուրեմն դեպի Պարսկաստան եւ քրդերի ավելացումը քանակական ուրեմն Իրանում Իրանի համար անվտանգային խնդիր է, առավել եւս որ ամբողջ Արևմուտքը, ամբողջ ՆԱՏՕ-ն, Միացյալ Նահանգները եւ մնացածալ հատկապես բրիտանական հատուկ ծառայությունները շատ լայնածավալ աշխատանք են տանում Իրանի ազերիներին ոտքի անելու եւ այնտեղ քայքայիչ գործողություն են բավական լուրջ տանում։ Հետևաբար այս ամեն ինչի ներազդեցությունը Հայաստանի տարածաշրջանի վրա լինելու է շատ աղետալի եւ եթե Հայաստանը կշարունակի նման ջայլամի քաղաքականությունը, որի գլուխը կողմ ավազի մեջ է, թե ոչ մեկին չտեսնում, իրեն ոչ մի վտանգ իրան չի սպառնում,
Ուրեմն մենք կհայտնվենք շատ ծանր վիճակի մեջ։ Եթե չասեմ, որ ընդհանրապես մեր գոյությունը դրանով ուրեմն կավարտվի։ Այս ամեն ինչի ֆոնի վրա ես մնում եմ ուղղակի զարմանամ, որ այս տագնապալից լուրերի այս ամեն ինչի վրա մի ուրեմն տականք, որ ինձ համար բարի բուն իմաստով պուտանկա է, Արծրուն Եսիմինչ Զիբիլյանը, ուրեմն հայտարարում է, որ ինքը 50 կիլոմետր ուրեմն հեծանիվա արշավ է ունեցել, ուրեմն պետության գերագույն թշնամու հետ, ու այնտեղ կեցե հեծանիվա արշավը, կեցե ինչ չգիտեմ ինչը, ինչ որ զենք է ցուցադրում այդ զենքից բանը, այ իր երազանքն է իրականացրել, որ զենքի թողարկումա սկսվում, չգիտեմ որտեղ, որը ես որքան գիտեմ սուտ է, իսկ հերթական այն պատերազմի ժամանակ գյորբագյոր հաղթելու ենք այս բանեն, որ խափում էր ժողովրդին, հանգստացնում էր եւ փաստորեն դիմադրելու ժողովրդի ուրեմն հատկությունը փաստացի խափելով կոտրեցին, փաստի առաջ կանգնացնելով արդեն կոնկրետ իրողությանը, հիմա փաստացի նույն բանն է գնում, այլ ճանապարհով, բարձր նույն թեմայով չեն կարող գնա, որտեղ արդեն վառացած, ծախած թեմա է, կոպիտ ասած բարձր երևալու էր, դրա համար հիմա շատ հետաքրքիր նոր ուրեմն թեմա են ընտրել։ Ասեմ ձեզ, միշտ ասել եմ, ասում եմ, շարունակելու եմ ասել ու պնդել, որ հարգելի մեր ժողովուրդ, բնակչություն, հա, որտեղ պես չգիտեմ ժողովուրդ ունենք, թե չէ բնակչություն ասեմ, հա, ավելի ճիշտ է։ Կիրառվում է շատ լուրջ հոգեբանական տեխնոլոգիաներ, շատ լուրջ։ Վախի մթնոլորտ, դիմադրության ցանկության բացակայություն, ուրեմն ստամոքսապաշտության ձգտում, դե մեկ այս ամեն ինչ չկա, գոնե մի բան փախցնենք, գաղափարի վերաբերյալ, դուք տեսնում եք ինչ այլանդակություններ են կատարվում նաև արցախցիների նկատմամբ, որոնք ձայն բարձրացրեցին իրենց իրավունքների համար, վերջերս դրանց փոխվարչապետ էր, թե չգիտեմ ինչ զիբիլ էր, հայտարարեց, որ իրանք շատ արժանապատիվ եւ բավական լուրջ գումարներ են տրամադրում արցախցիներին եւ շատ բավարար գումար, որպեսզի իրանք իրանց համար տուն ու ապրուստ ձեռք բերեն։ Այս ֆոնի վրա ուրեմն չգիտեմ, մենք շատ միամիտ վիճակների մեջ նորից չհայտնվենք ու նորից մի հատ փաստի առաջ չկանգնենք, որ մեկ էլ դուռը բացենք ու տեսնենք, sense Թուրքիա տաղանով կանգնած է, ասում է, այսի հիմնա Դավեստից։ Բայց այսօր Յաթավանի տակ են հենց այս ամենամեծ յուրի բնակիչները, որոնք կրակի տակ են բարեկուն իմաստով, եւ այս իշխանության ներկայացուցիչներն իր պաշտպանության նախարարով իրազգային ժողովի նախագահով ասում են դրանք մեր բնակավայրերի ուղղությամբ չեն։ Հիմա փաստացի այդ տեղի բնակ ժողովուրդը այսօր նույնպես իրանց այդ անվտանգային մտահոգությունները սառեցնելու համար, բթացնելու համար արվում են այդ հայտարարությունները։ Հիմա գյուղացիների հետ խոսում եմ, մեր կամավորական տղեկ հետ խոսում ենք, որոնք դիրքեր են ինչ-որտեղ պահում բան, չգիտեմ ինչ են անում։ Ուրեմն իրանք ասում են, որ ամեն օր գրեթե բավական լուրջ կրակոցներ են, այդ կրակոցների ուրեմն կարճատև կրակոցներ չեն, բավական երկար ժամանակ են տևում, այո, շենքերի վրա մարդկանց վրա չեն կրակել, այո, ճիշտ է, ասենք թե բացի ուրեմն խնածախից ուրեմն այլ վնասվածքներ բաներ չեն եղել, մարդիկ չեն տուժվել, բայց մարդիկ փաստացի զարթնում են ու քնում են այդ կրակոցների ներքո, այսինքն ես շատ կուզենայի, որ մի հատ այդ Արծրուն է, այդ հավը իր պաշտպանության նախարարի հետ գնալ այդ գյուղացիների հետ մի քիչ այնտեղ ապրել էլ այդ կրակոցների տակ ու այդ բնակչության, ասենք թե հոգեբանությունը, հոգեբանական վիճակը մի հատ զգար իրանց կաշվի վրա ու ճիշտ կլներ, որ այնքան դուխ ունենային, որ դա բացեիբաց ասեին, որ գնում են այնտեղ ու GPS-ով իրանց տեղներ մայտնացույց անային ու մենք տեսնենք այնտեղ, ասենք թե իրանց վրա կխփի Ադրբեջանը, թե չէ, որտեղ որ իրանք են գտնվելու։ Շատ եմ նենց առաջարկում, որ գնացեք այդ բանը արեք, պաշտպանության նախարար եւ Արծրուն Զիբիլյան։
Այս ամեն ինչը նորից եմ ասում, արվում է նրա համար, որպեսզի հնարավորություն տան, ուրեմն առանց որևէ խոչընդոտի, էլի sense բլից պատերազմական գործողություններով կարճատև, բայց բավական լուրջ զոհեր ապահովելով հայկական կողմից, ուրեմն զիջել բավական լուրջ տարածքներ։ Խոսքը Մեղրի Իմչանցկի մասին չի, խոսքը ամբողջությամբ Սյունիքի մասին է։ Արդեն մենք 19 թվականից դրա մասին խոսում ենք, ասում ենք նաև Արցախի մասին, մեզ ոչ մեկ չհավատաց, հատկապես մեր մարտական, զինվորական ընկերները նույնիսկ ծաղրում են ինձ։ Ես ինչ ես ասում, Չոբանյան, տենց բան չի կարա լինի։ Դա հնարավոր չի։ Այսօր դրանցից շատերը ամաչում են դեմքից նայելու եւ իմ հետ շփվելու։ Ուղղակի ամաչում են, ես չեմ արգելել, բայց իրանք ամաչում են։ Մի նույն բանը լինելու է Սյունիքի հետ կապված, որովհետև սա մի ընդհանուր ծրագիր էր Արցախ, Սյունիք, Կոպշի եւ այլն։ Հետևաբար բնակչությունը պետք է շատ զգուշ լինի եւ պատրաստվի այդ ամեն ինչին։ Իսկ ես կոչ եմ անում, որպեսզի բնակչությունը ուղարկի պահանջի պետությունից, ուրեմն իրականացնել բոլոր անհրաժեշտ անվտանգային միջոցառումները բնակչությունը հնարավոր ագրեսիայից Ադրբեջանի պաշտպանելու համար։ Դա ամրաշինական աշխատանքներ դիրքերում, դա զորքերի մոտեցումներ, մեր սուվերեն տարածքն է, որտեղ ուզում եմ մոտենում եմ։ Զինավարժանքների կազմակերպում այդ տարածաշրջանի հատվածում, որը նույնպես դու իրավունք ունես, առանց որևէ մեկից վախենալու եւ Ադրբեջանից սպառնալիքներ լսելու, եւ այս ամեն ինչի մասին, Ադրբեջանի հայտարարությունների, ձևաչափերի եւ մնացած ուրիշ բաների մասին, ուրեմն ներկայացնել միջազգային ատյաններում։ Սա պետք է պահանջի այդ տեղի բնակչությունը, մենք ինչ կարող ենք, անում ենք։ Բայց քանի որ դուք լռում եք, մեզ ասում են, դե իրանք տեղացիները ձեն չեն անում, դուք խեք խառնվել իրար։ Դե դուք մտածեք արդեն ձեր մասին, ժողովուրդ։ Այս պահին բարձրացված հարցերի հետ կապված, հələ որ մենակ այսքանը կարող ասեմ, եթե կան լրացուցիչ հարցեր։ Տեսեք, քանի որ այդ Արտուր Հովհաննիսյանն անդրադարձակ ինքն էլ sense միարանորեն ներգրաված է իրենց Նիկոլ Փաշինյանի տիկնոջ շանակությանը կրթվել է նորաձև արշավին, 3 թ առաջնորդ այլևս մատենադարանում էին այդ արշավն իրականացնում։ Խնդրեմ ես մասը ձեր կարծիքը։ Դե նայեք, այդ որ ասում եմ հոգեբանական տեխնոլոգիաներ, դա հենց այդ շարքից է։ Այսինքն այս մարդիկ փաստացի այնքան են արդեն հաբրգել բառի բուն իմաստով, այնքան են իրանց անպատիժ զգում ու այնքան արդեն չեն վախենում ժողովրդի ուրեմն բորբոքումից եւ բարկությունից, որ հերթով մեր ազգային սրբությունները պղծելով, ուրեմն բառի բուն իմաստով շարժվում են առաջ։ Ես չեմ զարմանա, որ մի հատ մի պղծում կգնա, ասենք թե Փարանջանովի թանգարանում, Հովհաննես Թումանյանի թանգարանում, ուրեմն որտեղ որ իրանք կասեն, որ դե պատմական Հայաստան գոյություն չունի, մենք հիմա խոսում ենք ժամանակակից Հայաստանում, իսկ ժամանակակից Հայաստանում Թումանյան, Փարանջանով, Սպենդիարով, Ալեքսանդր Թամանյան, դրանք ովքեր են։ Դրանք всё բրծավ, всё մենակ ժամանակակից այսօրվա արդիական Հայաստանն է այսօր անհրաժեշտ եւ կարեւոր մեր բնակչությանը։ Մի հատ հələ հասկացեք, էլի ուր ենք մենք գնում։ Այսինքն Ավետիք Իսահակյան, հա, մեր սկսեմ թվարկել, ասենք թե, հա, մեր ասենք թե հրճակավոր քանդակագործներ, Քոչար, հա, ասենք թե նկարիչներ, Մինաս, ասենք թե Սարյան եւ այլն, այդ դրանք սա պատմական Հայաստան դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Այդ սաղ պատմական Հայաստանի մասին է խոսքը։ Ասենք թե մեր այն գիտական ուղիղը, որով հենց հիմա այս պահին Մատենադարանից ստացված նյութերի հիման վրա նոր գյուտեր են ձեռք բերում, որովհետև նոր մաթեմատիկական հաշվարկներ են դուրս բերում, ասենք թե մեր աստղագետների, ֆիզիկոսների եւ մաթեմատիկների ուրեմն արված հլը դեռ
7, 8, մինչև 10, 11 դար, ուրեմն մեր առաջ, հա։ Այդ սաղ արդեն իրանց համար եւ մատենադարանում ամբողջությամբ ինչ որ նմուշներ կան, դրանք արդեն պատմական Հայաստան է, սրանց նպատակը սա է, որ դու չկա էլ պատմական Հայաստան։ Կան գեր, գոմիկներ, սա է իրական Հայաստանը։ Կան աղանդավորներ, որ 10 մետրը մեկ Եհովայի վկաները իրանց են բաներով, սայլակներով ու իրանց այդ նյութերով կանգնած հոգևոր որս են անում, հոգևոր որսությունով են զբաղվում։ Ուրեմն այս ամեն ինչը ձեր մոտ բան է։ Սա իրական Հայաստանն է, հասկանում եք, ինչի մասին է խոսքը։ Հեծանի Վարշավ, ցանկացած երկրում, Տրուսիկով, երկրի ղեկավարը Տրուսիկով ուրիշ երկրում, հեծանի վակշում, դեբիլի նման։ Բերանն էլ որ բացում է, ոնց որ բերանի մեջ մի հատ ինչ-որ մի հատ ցեխ ծամացել լինի։ Միջև հիմա այդ մարդը մի հատ իր բերանի ատամաշարը չի փորձել անգամ ուղի։ Ատամի արանքներում այդ սև գծերը, այդ ծուրումուր ծառճած այդ փնթի այդ դրա կտրվածքը, չգիտեմ, այդ ամեն ինչը։ Այս մարդը երկիր է ներկայացնում, դու ինքը երկիր, այսինքն ծաղրում է մեր երկիրը։ Սա է մեր ժամանակակից Հայաստանը։ Սա եք ուզում ժողովուրդ, դուք սա էլ ստանում եք։ Ես մատենադարանի արարքը, դա հերթական նույն արարքն է, նույն շարքից։ Ինչի համար։ Իրանք են չէ ասում նույն այդ դրա տականք տիկիններ չէ ասում որ իսկ ինչի համար ոդքասթ են չէ անում ինչ որ մի պահ հիշում եք հա որ ընդհանրապես ինչի համար է պետք պետություն կամ ինչի է պետք սահման ինչ վատ կլինի որ առանց սահմանի ապրում ենք հիշում եք այդ բառացույց մարդը ասել է որ դա լուրջ իրանք զրույց են ժամանակակից Հայաստանի մասին են խոսում Ինչ սահման, ինչ բան հիշում եք կանայք էին ման գալիս փողոցում մեջներից գրած ոչ հայրենիք, ոչ պետություն, ոչ սահման, ոչ ամուսնություն։ Դա էլ շատ լուրջ ժամանակակից Հայաստանն է մեր։ Այսօրվա Հայաստանն է։ Ինչ պատմական Հայաստան մեր ավանդույթներով, եկեղեցիով, լեզվով եւ մնացած ուրիշ հանգամանքով։ Գլխատել էր եւ գցել էր YouTube-ը գցել էր։ Դա ընդհանրապես արդեն գիտեք բանս ժողովրդի եւ ժողովրդի հիշողության նկատմամբ բացարձակ սադիզմի դրսևորման քայլ է եւ սա ենթակա է քրեորեն հետապնդման իրականում, որովհետեւ քեզով այդ իրավունքը տվել, ուրեմն նման ձևի, ուրեմն արարքի հետ կապված հետախուզումը ուրեմն կասեցնել։ Ով է այդ իրավունքը քեզ տվել, ում է դες խորհրդակցել, ինչ որոշումների հիման վրա, դա պետք է հիմնավորված լինի, որ դու այդ հետախուզումը այդ նույն պրինցիպով ուրեմն Ռամիր Սաֆարովի հանդեպ էլ հանեք քրեական հետապնդման բաները։ Ինչ տարբերություն որ ոչ մի տարբեր ու ես շատ կասկածում եմ, որ դա գողդուկ գաղտնի ձևով չի արվել։ Ես առավել եւս քանց վստահ եմ, որ ասենք թե այդ Սաֆարովը եթե փորձի ցանկացած սահման հատել, ինքը անխոչնդոտ հատելու է։ Իսկ այս դեպքում ես շատ կասկածում եմ, որ ուրեմն Ալիևի կողմից պահանջված Արցախում ազատամարտում մասնակցած մեր հայրենակիցների ցուցակեսի չի ներկայացել, շատ կասկածում եմ։ Ու շատ հնարավոր է, որ այդ մարդկանց սահմանահատման խնդիրը հենց առաջանա այդ պահին։ Ինձ մի հատ դեպք են պատմում, որ Վրաստանի սահմանում պարզապես սահմանապանները զգուշացրել են, որ միջազգային հետախուզման մեջից ավելի լավ սահմանը մի հատ է, հետ գնա։ Մի հատ այդպես դեպք ես լսել եմ արդեն, բավական մոտիկ մարդուց, որ հետ էդի կատարվել է, ազատամարտիկ։ Վրաստանի սահմանը հասնում, հայկական սահմանը հանգստացնում է, վրացիները ասում են նայ, սահմանը հենց անցար կալանավորել են, որտեղ միջազգային հետախուզման մեջ է Ադրբեջանի կողմից։
Նշանակում է, որ այդ ինչ որ ցուցակները ինչ որ միտեղ կան, էլի ինչ որ մի ձևով դա ինչ որ արվել է։ Ու իմ մոտ կա շատ լուրջ մտահոգություն, որ մեր ազատամարտիկների անուն, ազգանուն, հայրանուններով, նկարներով եւ մնացած ամեն ինչով, հատկապես նրանք, ովքեր որ կոշտ ընդդիմադիր կեցվածք են դրսևորում այս պետության նկատմամբ, գտնվում են արդեն ադրբեջանցիների մոտ եւ հայտարարված են միջազգային ուրեմն հետախուզման մեջ։ Իսկ այս տականքը, այս իրական Հայաստանի ուրեմն ջաթակող ուրեմն չգիտեմ ինչ ասեմ սրան, ինչ էլ ասես քիչ ա լինելու կամ գովում ես, էլի, ասում դու իրան վատ բան, երբ որ ասում ես, ինքը այն աշճանի մարդ է, որ անգամ վատ բան որ ասում ես, գովաբանում ես իրան դրանով։ Ինքը ոչ թե մենակ այդ հետախուզումն է հանել, ինքը համաձայնվել է պայմանագրի մեջ, կա այդ համաձայնության կետը, ադրբեջանցիների մոտ արտահոսք է եղել մամուլում, որ Հայաստանը իր բոլոր պահանջները, դատական պահանջները, միջազգային ացիաները հետ է կանչում կամ արդեն հետ է կանչել։ Պրիտոմ Ադրբեջանը իր ոչ մի պահանջ չի կանչում, ընդհանուր միջև նաև մոտ, եթե չեմ սխալվում, 130 միլիարդ դոլարի չափով ուրեմն փոխհատուցում է։ Սա վիճակը։ Եվ նորից ամփոփելով մեր զրույցը, այս կրակոցները ինչի են բերում, Իրանի շուրջ ձեռնվող օղակը Անապետյան օրինակը երբ որ առաջնորդում ասում էր կլինեն շեղող հարվածներ, բայց այս բանակայում բազմիցս դուք Տելեգրամից խոսել, 60 կիլոմետր հեռավորությամբ երասխից ուղղակի ադրբեջանցիները կգրծվեն Հայաստան։ Զինվորական ադրբեջանցիները։ Նայեք, եթե Իրանը մտնի ամբողջական պատերազմի մեջ, բնականաբար Ադրբեջանը իր հնարավորությունը այդ բան չի ձեռքից բաց չի թողնի, որովհետև եթե դուք ընդհանրապես 3 լսել եք, որ Իսրայելը նոր հաղորդում է տարածել, որ իրանք լիովին սատարում են ուրեմն Ադրբեջանի ուրեմն ռազմաքաղաքական ուրեմն ղեկավարությանը եւ շարունակելու են մեծ քանակությամբ սպառազինել Ադրբեջանին, 3 են այդ հայտարարությունը, պաշտոնական հայտարարություն է, ես ինձանից չեմ օրինում։ Ուրեմն խոսքը գնում է բնականաբար ինչ որ մի շատ լուրջ գործողությունների մասին Հայաստանի դեմ, իսկ որ լինելու են ներխուժումներ հիմնական 3 ուղղությունից, դա ուրեմն Գեղարքունիքի տակից ուրեմն դեպի Ջերմուկ այդ հատվածում մի հատ ներխուժումը տեղից է լինելու, մի հատ ավելի հարավից Սյունիքի ներքևի մասից շատ հնարավոր հենց Մեղրի հատվածում եւ երրորդը Նախիջևանի մոտից, ու որ 3 ուղղություններով էլ հավասարաչափ է խփելու, դրանում կասկած չկա, որովհետեւ դա այն երաշխիքն է, որ իրանք շատ կարճ ժամանակում օգտագործելով մի շարք առավելություններ այդ բային եւ այդ թվում նաեւ միջազգային ուրեմն հանրության անդրադարձը եւ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը չեն հասցնի ուղղակի ֆիզիկապես ինքը գործը ավարտին կհասցնի։ Ես էլ չեմ ասում, որ այստեղ եվրոդիտորդները բավական լուրջ ուրեմն ադրբեջանամետ քաղաքականություն են իրականացնում Հայաստանի տարածքում, փաստացի կրակոցների հետ կապված որևէ արձագանքներ, որևէ ահազանգումներ եւ որևէ զեկույցներ պրոտոկոլով իրանք պարտավոր են, չէ՞, զեկույցը կազմել եւ ուղարկել համապատասխան կառույց իրանց կարգավորող կառույց։ Իրանք դա չեն անում հիմա այս բային, ոչ մի պրոտոկոլ չի գնում։ Այս բային սահմանեն իրավիճակի հետ կապված։ Եվ բացի դրանից ուրեմն կա նաև նույնպես բավական լուրջ այդ թվում նաև ադրբեջանական մամուլում արտահոսք առային, հատկապես ընդդիմադիր իդեպ մամուլի կողմից։ Ուրեմն ասույթ առայն, որ ինչի եք բանանում դիմադրում եվրոդիտորդներին Հայաստանում, երբ որ նրանք ամբողջությամբ լրտեսական տվյալները փոխանցում են Ադրբեջանին, Մեծ Բրիտանիային եւ ուրեմն ՆԱՏՕ-ի գրասենյակին։ Եթե նույնիսկ իրանք անմիջապես այդ տվյալները չեն փոխանցում Ադրբեջանին, ապա մենակ այն, որ այդ տվյալները գնում են Մեծ Բրիտանիա, ուրեմն անմիջապես նույն րոպեին այդ ամբողջ ուրեմն
հետախուզական, լրտեսական ուրեմն ստացած ուրեմն տեղեկատվությունը հայտնվում Ադրբեջանի ռազմական ուրեմն վերնախավի սեղանին։ Եվ նորից եմ կրկնում, բնականաբար Իրանի հետ կապված ուրեմն բոլոր տեսակի առճակատումները, պատերազմական գործողությունները շատ աղետալի իրավիճակ կարող ունենա Հայաստանի վրա։ Իսկ կրակոցներն էլ, նորից եմ կրկնում, այդ կրակոցների ներքո փորձում են այդ անվտանգության միջավայրը, անվտանգության զգացողությունը բնակչության մեջ ուղղակի սպանել, հանգցնել, դարձնել անտարբեր։ Այսինքն դուք հասկանում եք, չէ՞, որ իրանք մի երկու ամիս ուղղակի օդ կկրակեն, ժողովուրդը հետ կհամակերպվի ու կհամակերպվի արդեն ոչ էլ լուրջ կընդունի, որ իրանք ուղղակի կսկսեն կրակել ժողովրդի վրա։ Որտեղ ոչ մի դիմադրություն, ոչ մի ինչ-որ անվտանգային խնդիրների բարձրացում, կրկնում եմ, այդ բնակչությունը այսօր պարտավոր է ոտի կանգնել եւ պահանջել պետությունից ապահովել իր անվտանգային խնդիրները, իր պաշտպանությունը համապատասխան զինված ուժերի միջոցով։ Եթե սա իրանք չեն անում, ուրեմն դուք ոչ թե մենակ ձեզ եք վտանգում, այլև մնացած ամբողջ բնակչությանը Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։